Սուբիրիկոր տաթևացին ասում է պատկերացեք որևէ կաթսա դրած է գրակի վրա եւ եփվում է ասում է քանի եռ կա մեջ ասում որևէ ճանճ միջատ չի կարող մտնել մեջ որտեվ եռ կա մեջ բայց հենց որ հանգեց կրակը ինչ կեղտ ինչ փոշի ինչ միջատ ասես նստում է վրա այդպես էլ մեր սուրբ հոգու կրակը մեր մեջ պետք է վառ պահենք մեր հոգու կաթսան պետք է միշտ գոնե թույլ վիճակում եռա այն որ ասում են եռը ընկավ մեջը թուլացրու կրակը բայց եռը ընկնի մեջ չէ ճիշտ այդպես էլ մենք պետք է ջերմեռանդորեն աղոթենք որ սուրբ հոգու կրակի եռը մեր մեջ ընկնի երբ որ եռը ընկավ մեջը շատ որ եռած չես կարող չէ թուլացնում ես կրակը դնում ես կրակը մարմանդ ինչու որպեսզի միշտ տաք լինի էսի սա ավելի ապահով է երբ որ անգամ մեր Սուբիրիկոր լուսավորիչ հայրապետը մի աղոթք ունի ասում է Տեր Հիսուս Քրիստոս դադարեցու ինձ քո սիրո հորձանքը որտեղ չեմ դիմանում ասում սիրտս երիկամներս այրվում են պատկերացնում եք 13 տարի խոր վիրապում գտնվելով Սուբիրիկոր լուսավորիչը ինչ սուրբ հոգու շնորհների առատ հեղում ուներ իր վրա եւ այնքան ուժեղ էր այդ կրակը Աստվածային սուրբ հոգու որ այրվում էր մեր սուրբ հայրապետը եւ չէր դիմանում ասում էր դադարեցու չեմ ուզում անգամ Սուբիրիկոր լուսավորիչ հայրապետն էր ասում էր կրակը եռն ընկելա թուլացնենք այսինքն դանդաղ է երկար է բայց արագը փութկոտը կարճ է երկար չի դեպ ուրեմն մենք պետք է այդ եռը գցենք մեր մեջ սուրբ հոգու կրակի շնորհի հետո թույլ դիրքի վրա դնենք որպես երկար այդ խաղ հանգիստ իրավիճակը ջերմությունը սուրբ հոգու կրակի մենք զգանք եւ կյանքում էլ նույնն է մենք իրականում թվում է թե մենք մեզանով ինչ-որ մի բան կարող ենք անել չէ մենք մնում զգանք սուրբ հոգու ներկայությունը այսինքն սկիզբը մերն ընթացքը սուրբ հոգին մենք աղոթում ենք չգիտենք թե ինչպես պետք է աղոթել բայց դու աղոթես որ իմանաս ինչպես պետք է աղոթես եթե չես աղոթում ինչպես իմանաս ինչպես պետք է աղոթել դու աղոթիր սկիզբը դիր սուրբ հոգին քեզ համար անմռուն չեցեցանքներով կբարոխասի քո աղոթքը քո բարի գործերը քո կյանքի քրիստոնեական ընթացքը կառաջնորդի կապահովի եւ կհասցնի հավիտենական կյանքի ամեն